Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը փաստաբան, իրավաբան Մանուշ Հեպոյանն է։ Ողջույն Մանուշ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Մանուշ, դուք այսօր ոլորտում հայտնի եք, բավականին հայտնիություն ունեք եւ գրանցել եք բավականին հաջողություններ ու հաղթանակներ։ Դրանց մասին կհասցնենք խոսել։ Այս պայն ուզում եմ խոսել այս ամենի սկզբնաղբյուրի մասին, ինչպես եղավ, որ ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը, արդյոք տան անդամներից որևէ մեկի ճանապարհով եք գնացել։ Ճիշտ ասած, ընտանիքի անդամներից չունենք իրավաբանի մասնագիտություն, մայրս բժշկուհի է, հայրս գյուղատնտես, որպես այդպիսին իրավաբան ընտրել եմ, փոքրուց եմ շատ սիրել, չգիտեմ, այն ժամանակ այտենց ֆիլմերում շատ չկար, սենց դատավարություններ, իրավունքի վերաբերյալ ինչ-որ թեմաներ, բայց փոքրուց այն ինչ-որ կար ֆիլմերում տեսնելով, իմ մեջ դա նստել է, որ ես մեծանամ պիտի դառնամ իրավաբան։ Իհարկե եկավ այն փուլը, որ ինստիտուտ ընդունվեցի, ծնողներիս օգնությամբ, սովորեցի, դեռ փաստաբան դա դեռ չէի հասկանում ինչ է ինքը փաստաբանը։ Իհարկե իմ դիպլոմային էլ պաշտպանեցի քրեական ուղղվածությամբ, քանի որ այլ պատկերացում էր քրեական ուղղվածությունը, հետո երբ որ պաշտպանեցի հասկացա, որ մեր երկրում քրեական ուղղվածության մի քիչ դժվար է աղջկան։ Այդ հիմքով արդեն շարունակեցի քաղաքացիական։ Իհարկե շատ տեղեր եմ աշխատել, շատ երկար ճանապարհ եմ անցել, պարզապես ժամանակը չի բավականացնի, որպեսզի պատմեմ այդ ամբողջ ճանապարհը։ Իհարկե հարազատներիս օգնությամբ, բայց ես ինքս ինձանով անցել եմ այդ բոլոր ճանապարհները եւ եկել է այն պահը, որ մասնակցեցի փաստաբանների պալատի կողմից կազմակերպված քննություններին եւ ստացա որակավորում, բայց չօգտագործեցի որպես փաստաբան չաշխատեցի։ Իհարկե դրան արդեն հետագայում նպաստեց ամուսինս, այսինքն ասեց, եթե ունես փաստաբանի լիցենզիա, արի գործի դնենք, այո։ Եվ այդ ժամանակվանից 2011 թվականից իր օգնությամբ, դեռ ամուսինս չէր իհարկե, զուտ ընկերներ էինք, իր օգնությամբ հիմնեցինք մեր օֆիսը պրոսպեկտի վրա, Մաշտոց պողոտայի վրա եւ այդտեղից սկսվեց իմ մասնագիտական, այսպես ասած, ուղին։ Ոնց նշեցիք, ի սկզբանե հետաքրքրված եք եղել քրեական կողմով, աղջկա համար իրականում մի փոքր դժվար է։ Ինչն էր գրավել ձեզ այդ ճյուղի մեջ։ Ինչպես նշեցի այդ ֆիլմերը, չգիտեմ, այդ կալանավայր գնալը, այդ աշխարհը, նույնիսկ երբ որ դիպլոմայինս պաշտպանեցի, սպանության հասկացողություններ, ինձ շատ հետաքրքիր էր այդ նյութերը, ընթացքը, չգիտեմ, դա էր ինձ շատ հետաքրքիր է, իհարկե արդեն հասկացա, որ դժվար կլինի հետագայում ընտանիք կազմել եւ այդ գործով շարունակելը։ Երբ նայում ենք երեխաները ինչ մասնագիտություն են ընտրում, օրինակ, չգիտեմ, բժիշկը ուզում է բուժել մարդկանց, վարսահարդար, երբ ասում եմ մեծանում վարսահարդար եմ դառնալու, հասկանում ես, որ այդ երեխան ուզում է գեղեցկացնել մարդկանց։ Ձեր դեպքում փոքրուց կար մարդկանց իրավունքները պաշտպանելու այդ զգացողությունը, ձգտումը։ Այո, եղել է, հենց այդ սկզբունքն էլ երևի թե եղել է փոքրուց եւ բերե հասցրել է այս կետին։ Օգնելու ոչ իհարկե ֆինանսական առումով, մինչ այսօր էլ ես փաստաբանություն անելուց մեր պատերազմի այդ ընթացքում շատ ընտանիքներ կային, որոնք ֆինանսապես հնարավորություն չունեին, աջակցել եմ անվճար հիմունքներով, նաև զինվորները կորած էին մավան փաստաթղթերի հետ կապված, բավականին օգնել եմ առանց որևիցե ինչ-որ ֆինանսական ակնկալիքով։ Այսինքն դա փոքրուց ա եղել այդ օգնելու ցանկությունը, օգնելու կարողությունը, որ կարողանամ օգնեմ, ինչ-որ նպաստեմ ժողովրդին, ընտանիքին։ Սովորաբար իրավաբան դառնում են այն կանայք, ովքեր ուժեղ են։ Համենայն դեպս այս կարծրատիպը կա, ուժեղ կանայք են դառնում իրավաբան, փաստաբան, այդ ոլորտում պետք է ավելի սառնասիրտ լինես եւ այլն։ Դուք ձեզ այդպեսին համարում եք։ Դատավարական պրոցեսներ կան, գործեր կան, որ ուզես չուզես պիտի սառնասիրտ լինես, իհարկե ծնող լինելով, երբ որ խոսքը գնում է երեխաների հետ կապված դատավարական գործերին, երբեմն
խոցելի է դառնում, այսինքն այն որ պիտի արդեն քո վստահորդի շահերը պաշտպանես, մոռանում ես արդեն անցնում ես երեխայի լավագույն շահին, ուզում ես հասկանաս հակառակորդ կողմի մոտ մնալն է լավ, թե քո կողմի։ Այսինքն մի կողմ ես դնում այդ ձեր ասած ուժեղ կին լինել հասկացողությունը։ Իհարկե այս բնագավառում, այսպես թե այնպես ուզես չուզես, լինում է հաղթող կողմ, պարտվող կողմ։ Այս այն ոլորտն է, որ լինում է նաև հաշտություն, որը ավելի ցանկալի է, ավելի ողջունելի է հաշտությունը։ Ես նաև երբ որ գործերը վերցնում եմ, հենց ամենաառաջի մտածել է, որ միգուցե տանեմ հաշտության, խոսքը գնում է ընտանեկան հարցերի։ Երբ որ գործը վերցնում ես, զգում ես, որ կա մի փոքր այն սկզբունքը, որը մնացել է զույգերի մեջ, ապրած տարիները, չէ՞ որ ընտանիք են կազմել, երեխա ունեն ընդհանուր։ Եվ այդ դատավարության ընթացքում վերհանում ես այդ ամբողջը եւ հասկանում ես, որ կարող ես սա տանել հաշտության, բայց կա նաեւ եւ հակառակը, երբ որ տեսնում ես, որ իմաստ չունի համատեղ կյանքը, դրանով փչանում է երեխաների ապագա կյանքը։ Եղել են դեպքեր, ինձ օրինակ այս բան հետաքրքրեց, որ դուք պաշտպանել եք մի կողմի շահերը, բայց հասկացել եք, որ իրականում եւ երեխաների լավագույն շահից ելնելով եւ առհասարակ իրականում ճիշտ է այն կողմի հաղթանակը։ Այս առումով կարծում եմ, որ համենայն դեպս որքան էլ որ դուք ունենաք անձնական վերաբերմունք այդ հարցին, պետք է գործնական առաջ տանեք։ Հետաքրքիր է այս դեպքում ինչպես է, սա համենայն դեպս իմ կարծիքն է։ Հետաքրքիր հարց է, ճիշտ ասած, այս վերջերս եղել է գործ, երբ որ դիմել էր ամուսինը, երեխաներից մեկը իր մոտ էր, տղան, մյուս աղջիկը կնոջ մոտ էր ու ասեց, որ ուզում եմ երեխաները երկուսն էլ ինձ մոտ լինեն, չմանրամասնեմ գործի էությունը։ Այնպես նկարագրվեց, որ հենց երկուսն էլ իր մոտ են ուզում։ Դե այդ հենց մարտահրավերով մտանք դատավարության այդ փուլը եւ երբ որ կարիք եղավ երեխաներին լսելու, աղջիկը կանգնեց, ասեց ես մամայիս հետ եմ ուզում ապրեմ։ Ստեղ արդեն ինձ մոտ ավարտվեց այդ առաջի փուլը, որտեղ ես մարտական մուտք է արել գործ, որ պիտի ի օգուտ մեզ լինի։ Այսինքն դու ստեղ էլ չես կարա քո շահը առաջ տանես եւ քո վստահորդի։ Եվ երբ որ դատավարությունը ավարտվեց, դուրս եկանք, ասեցի կներես, բայց պիտի աղջիկը մնա մոր մոտ։ Այսինքն դու պիտի ստանես նուրբ հարց է, որ դու պիտի փորձես քո վստահորդին հասկացնես, հասցնես այն գագաթնակետին, որ ինքն էլ ներքուստ հասկանա, որ այո, ճիշտը դա է, որտեղ ստեղ կարևոր չես արդեն դու, կարևոր չես քո կինը, ստեղ կարևոր է երեխան, որտեղ նրանք ինքան նուրբ էակներ են, որ երբեմն դատավարության ժամանակ գտնում ես, որ երեխայի վկայություն տալը ի օգուտ քեզ կլինի քո աշխատանքին, դու կհաղթես, բայց կվնասես իրան։ Ու եղել է նիստեր, երբ որ ես ինքս հրաժարվել եմ երեխային հրավիրել դատական նիստի կամ լսել երեխային։ Մանուշ, ձեր գործունեությունը նաև հետաքրքիր է, եթե այս ամենին նայենք որպես մասնագիտություն, որպես աշխատանք, կարծես թե ամեն անգամ ձեր նշած ֆիլմին եք ականատես լինում, տարբեր փոքրիկ ֆիլմերի եւ տարատեսակ ընտանիքների եք հանդիպում, տարատեսակ պատմությունների հետ եք առնչվում։ Հետաքրքիր է մինչ այսօր ամենատպավորված պատմությունը եւ կան դեպքեր, որ դեռևս ձեզ զարմացնում են։ Արդեն դադարել եք զարմանալուց։ Դեպքերի հետ կապված իրոք դադարել եմ զարմանալուց, որովհետեւ այնպիսի դեպքերի եմ հանդիպել, այնպիսի դեպքեր են եղել, որ արդեն երբ որ այդ ամեն ինչի հետ առնչվում ես, արդեն քո համար դառնում է սովորական բան։ Երբ որ հաճախորդը գալիս է մի այնց ծանր դեպքա պատմում, քեզ նայելով, որ դու պիտի հեսա դեմքիդ միմիկաները փոխես, բայց դու շատ հանգիստ լսում ես, որտեղ դա հասկանում ես, որ արդեն նորմալ է։ Այդ պատմությունների հետ կապված, չգիտեմ, կհիշեք, կիսաբաց լուսամուտներ հաղորդումը կար, այդ ժամանակ ես նոր էի փաստաբանությամբ զբաղվում, ինձ հրավիրեցին որպես մասնագետ, շատ մեծ ոգևորությամբ իհարկե մասնակցեցի 1-2 հաղորդումների եւ երրորդ հաղորդումն էր թեթև եմ հիշում, տենց լավ չեմ հիշում եզդիների հետ կապված, երբ որ իրենց ներքին խոհանոցը դուրս հանվեց, ու այնպիսի պատմություն էր, որ ես ինքս շատ վատ զգացի, որ ես այդտեղ մասնակցում եմ։
շատ զարմացա այդ պատմություններից, այդ առաջի պատմությունների իմ համար ու այն որ ասում եմ դրանից հետո արդեն ինչ եղավ ինձ համար շատ թեթև էր ու 1-2 այդ հաղորդումից հետո ես հասկացա որ ես չեմ ուզում մասնակցեմ այդ հաղորդումներին ինձ համար շատ ցավալի էր ես չգիտեմ մի քիչ պահպանողական մարդ եմ չեմ սիրում որ իմ հայ ժողովրդի այդ ներքին խոհանոցը այս պատմությունները դառնա հասարակական, այսինքն բոլորը նայեն, լսեն, կես ուրախանա, կեսը տխրի, չգիտեմ, ես կարծում եմ, հա, ես կարծում եմ սա զուտ շահադիտական բնույթ է կրում։ Մանուշ, այս ոլորտը բազմաթիվ փաստաբաններով եւ փաստաբանական գրասենյակներով է լցված ու հաճախորդը կարծես թե չի կարողանում հասկանալ թե ում պետք է ընտրել։ Գնային տարբեր սանդղակներ են եւ տարբեր նշաձողեր, հետաքրքիր է ինչպես պետք է հասկանա հաճախորդը թե ում դիմի, որովհետեւ շատ դեպքերում նաեւ վճարունակ չլինելու պատճառով չեն կարողանում գումարին են նայում համենայն դեպս այսօր մեր հայերը եւ կարծում եմ գաղտնիք չեմ բացահայտի նայում են եթե բարձր է արժեքը ուրեմն անպայման հաղթելու է այս գործում հետաքրքիր է ինչպես կարող են որոշել թե ինչ ճանապարհով գնալ եւ ում ընտրել նախ փաստաբանը իրավունք չունի գործի ելքը ասել քաղաքացուն դրական կլինի թե ոչ իհարկե երբ որ փաստաթղթեր ուսումնասիրում ենք մոտավոր քաղաքացուն ասում ենք հնարավորությունը որքանով է շատ բայց այն որ ասես այո ես սա կշահեմ կհաղթեմ կգնամ միջև վերջ կպայքարեմ դա նախ փաստաբանների պալատի կանոնակարգով նախատեսված է որ դու դա իրավունք չունես ասելու եւ երկրորդն էլ ինչքան մարդ այդքան բնավորություն մոտեցում սկզբունք Ինձ հետ կապված իմ հաճախորդները, այսպես ասած, հաճախորդ է բերում, ստեղ նաև կարևոր է անունը, տարիների փորձը, աշխատանքի մոտեցումը, հաճախորդի հետ զրուցելը։ Հիմա մեր ժողովուրդը բավականին իրավական առումով բարձրացել է իրենց իրավական ինտելեկտը եւ իրանք լավ գիտեն ինչ են ուզում իրանք էլ նույնիսկ այնքան են հետդ քայլում առաջ մեր դատավարական համակարգը շատ է ծանրաբեռնված երբեմն արդեն իրանք էլ են սկսում մասնագիտական քեզ խորհուրդներ տալ եւ այո շատացել են փաստաբանական գրասենյակները փաստաբանները երիտասարդ ես ողջունում եմ շատ լավ է սակայն չեմ ուզում ասեմ մեր սերունդը հիմիկվա սերունդը ուղղակի մի քիչ ավելի ինքնավստահ է եւ դատավարության ժամանակ երբ որ գալիս են ամեն դեպքում դու արդեն պրակտիկա ունես, անցած տարիներ ունես, ուղի ունես, երբ որ գալիս են սկսում են օրենք, ամեն դեպքում օրենքով է շարժվում, բայց նաեւ կա պրակտիկա, կա մարդկային գործոն, կա խիղճ, որոնք իհարկե մեր օրենքի մասնիկներն են, այսպես ասած Իհարկե փորձում ենք նոր մեր փաստաբանների հետ էլ համագործակցել։ Մանուշ, ես ինչ որ առումով տիրապետելով այդ օրենքներին, համենայն դեպս ինձ համար ծանոթացել եմ օրենքների հետ, որոնք գրված են մեր օրենսգրքում, պրակտիկայի մեջ անհամատեղելի են շատ դեպքերում հասկանում ես որ այս օրենքը իրականում մարդկային տեսանկյունից խանգարում է եւ դատավարությանը եւս խանգարում է ձեր դեպքում կան օրենքներ որոնք աբսուրդի են նման չի ասի աբսուրդի օրենքը ամեն դեպքում կա օրենքը գործում է մեր Հայաստանի Հանրապետությունում նայած այն որ ասում եմ նայած ով ոնց կհասկանա ոնց կուզի նայի իրան ոնց է ձեռք տալիս բայց օրենքը կա հստակ մենք օգտվում ենք շարժվում ենք օրենքով եւ մեր դատական համակարգն էլ որ ասում եմ օրենքի հետ կապված կան ես շատ միշտ ասել եմ եթե ես կարողանայի փոխել կամ նպաստել շատ կցանկանայի որ կանանց իրավունքների ոլորտում փոխվեր բավականաչափ օրենքներ որտեղ մեր կանայք պաշտպանված չեն։ Այսինքն եթե համեմատում ես այլ երկրների հետ, մեր կանայք ամուսնալուծվելու ընթացքում եթե պատահաբար համատեղ գույք չեն ձեռք բերել, մնում են անօթևան, բնականաբար երեխայի հետ միասին։ Ու սա շատ բաց է, սա չի կարգավորվում, շատ ցավալի է։ Իսկ ըստ ձեզ ինչու են ամուսնալուծությունները մեր օրերում ավելի շատացել։
Այնքան դժվար հարց է սա։ Ես երբ որ զույգերից, ասենք կանայք են գալիս կամ տղամարդիկ, երբ որ խորհրդատվություն են անում, այնքան թեթև հարցեր կարող են լինել, խնդիրներ կարող են լինել, առօրյական, այսպես ասած, կենցաղային, որ դե դու մտածում ես, ասում ես, բայց սա ինչ հարց է, որ դու սրա համար, ասենք, ամուսնալուծվես։ Ինքը դարձել է շատ այսօր մատչելի, շատ անպատասխանատու ու անհետևողական, այսինքն շատ հանգիստ կարան երեխային լքեն, գնան, դու չմտածեն, ասենք, կինը ոնց կպայի կամ հակառակը թողեն հոր մոտ գնան առանց ինչ որ խղճի։ Ամուսնալուծությունները շատացել են, մեր աղջիկները արդեն իրենց զգում են կայացած, գումար են աշխատում, բայց եկեք հետ նայենք, մեր այն ժամանակ ինչի կայացած չեն եղել, այն ժամանակ էլ կայացած են եղել, մեր մամաները աշխատել են, կայացած են եղել, ուղղակի այդ ընտանիք առումով ոչ այսքան։ Հիմա ավելի հեշտ է տրվում ամուսնալուծությունը, որովհետև կարծես թե տղամարդկանց հետ համեմատական անցկացնելով կանայք կարողանում են աշխատել նրանց հավասար աչափ, ինչու՞ չէ նաև մի բան էլ ավել։ Գիտեք, ինձ թվում է ավելի շատ սա բնավորությունից է, մարդու կյանքից, ընտանիքից, որտեղից որ դուրս ես եկել, մարդու սկզբունքներից, մարդու, չգիտեմ, տեսած կյանքից, ընտանիք հասկացողությունից, այդ ամուսնալուծությունը ինքը մեկ քայլ է, յուրաքանչյուրն էլ կարանի, այդ չես կարա պահես, այդ դա է ամենակարևորը, որ կարողանաս պահես այդ этаպը անցնես։ Բոլորիս կյանքում էլ լինում է այդ этаպը, բոլորի ամենալավ զույգերի, ամենայն հրաշալի են, որ տարիներով սիրում են, միանում են, հարսանիք են անում եւ այլ, գալիս է մի պահ, որտեվ կենցաղ է սկսում կիսել, տարբեր բնավորության մարդիկ են լինում ու գալիս ես մի ինչ որ մի կետում, մի տեղում պիտի սենց կենցաղ կիսեք։ Հիմա այսօրվա օրով մեր երիտասարդությունը չի ուզում իրան նեղություն տա, մտածում է երևի ինչի պիտի կիսեմ։ Եթե կարամ ավելի հանգիստ ապրեմ, լավ գումար եմ աշխատում, կգնամ իմ երեխային լավ կհագցնեմ, լավ ման կգամ, ինչի գնամ ինչ որ նստեմ նեղված ապրեմ։ Ուսմասն էլ խուսափում է ամուսնանալուց, որովհետև տեսնում է այդ բազմաթիվ ամուսնալուծություններն ու ասում են դուք ինչ եք տեսնում, որ մենք ինչ տեսնենք, չէ՞։ Իրականում ցավալի է, որ շատացել են ամուսնալուծությունները, բայց այս ամենը ունի նաև հակառակ կողմը։ Այս ֆոնի վրա ավելի թեթև են երեխաները տանում ամուսնալուծված ծնողներին։ Եթե հիշենք տարիներ առաջ, երբ օրինակ դպրոցում կամ մանկապարտեզում հանկարծ իմանում էինք, որ այս կամ այն երեխայի ծնողն ամուսնալուծված է, որոշակի առումով նաև պիտակավորվում էր այդ երեխան։ Սակայն այսօր դա կարծես թե անցել է եւ այս ամենի լավագույն կողմը կարծես թե դա է, որովհետեւ այսօր 10 երեխայից կարծես թե 6-ի ծնողն ամուսնալուծված են ու որոշակի առումով դա նորմալ է դարձել։ Եթե խոսենք այն կողմի մասին, իհարկե նորմալ չէ, որ դա նորմալ է դարձել, բայց երեխաները ավելի ձերծ են մնում այդ պիտակավորումից, ինչը կարծում եմ լավ է։ Գիտեք, ես ավելի շատ եմ երևի մասնագիտական առումով շփվում երեխաների հետ, այդպես չի ասի, որ ավելի թեթև են տանում, հակառակը յուրաքանչյուր երեխա սիրում է լիարժեք ընտանիք, սիրում է, որ ունի մամա եւ պապա, որ մեծանում է ընտանիքում։ Դե չհաշվենք այն ընթացիկ տան առօրյա վեճերը, բոլորի տանն է լինում, բայց ես ինչքան երեխաներ կան, որ գալիս են դատանում կամ ինչ դատանը, երբ որ ծնողի հետ գալիս են խորհրդատվության ժամանակ, դու երբ որ նայում ես երեխու աչքերին, հասկանում ես ինքը ինչքան ցավ է ապրում։ Միգուցե ասում է, ես չեմ ուզում մամայից մոտ կամ հակառակը պապայից մոտ, բայց դու զգում ես, որ երեխան կարիք ունի այդ ծնողի։ Իսկ Մանուշ, այս պարագայում ես չեմ ուզում ձեզ հակառակվել, սակայն հետաքրքիր է, արդյոք դուք հոգեբանություն եւս ուսումնասիրել եք, հետաքրքիր է ձեր կարծիքը, արդյոք այդ ցավ ապրող երեխայի աչքերում ավելի մեծ ցավ չէր լինելու, եթե երեխան շարունակական տեսներ ընտանիք, որը թվացial ընտանիք է, այսինքն
անունը ընտանիք է, բայց այդտեղ ընտանիք չկա։ Շարունակական վեճեր, շարունակական բռնություն, շարունակական հայհոյանքներ եւ վիրավորանքներ։ Ավելի լավ չէ այս պարագայում երեխան տեսնի, չասեմ երջանիկ տարբեր ծնողների, հա երջանիկ մի փոքր պաթետիկ կհնչի, բայց ամեն դեպքում ծնողներին տեսնի առանձին, բայց ավելի անհոգ։ Համենայն դեպս զերծ նմանատիպ իրավիճակներից։ Գիտեք, իմ ասածը վերաբերում է խոսքը գնում է այն երեխաների մասին, որոնց ծնողները արդեն պայքարում են մեկը մյուսի դեմ ցավ պատճառելու համար։ Խոսքը դրա մասին է, որ երբ որ երեխան չգիտի արդեն մոր մոտ մնա, թե հոր մոտ մնա, այդ դա է ցավը։ Բայց ճիշտ եք ասում, ես նույնպես համամիտ եմ, իհարկե դա երեխայի ապագայի վրա է ազդում հոգեբանական, չէ՞ որ ինքն է պիտի վաղ ընտանիք կազմի եւ այս մանկության շրջանում ապրած այս ամենը իր վրա վաղը դա ազդելու է։ Լուրջ տրավմաները։ Իհարկե, խոսքը դրա մասին է, իսկ մնացած առումով այո, համամիտ եմ, իհարկե։ Բայց այն ծնողները, որ այսօրվա օրով արդեն դարձրել են իրանց անձնական շահերի, վեճերի համար, ես կհաղթեմ, ես երեխուն քեզանից կզրկեմ, ես դա չեմ ընդունում։ Ես ինձ մոտ յուրաքանչյուր նման խնդրով քաղաքացու հետ ի սկզբանե խոսում եմ եւ երբ որ իհարկե հակառակ ծնողը նորմալ գիտակից ծնող է, միշտ ասել եմ, որ հանկարծ այնպես թեմա չլինի, որ ասեք եկեք այնպես անենք, ծնողը հանկարծ չշփվի երեխա, այդ բացառվում է, չի կարող այնպես բան լինի, որտեվ ինձ համար առաջինը երեխան է, իր լավագույն շահն է։ Որ դեպքում կգնաք այդ քայլին, որ դեպքում կպաշտպանեք ծնողի շահը, երբ դիմացինին ուզում է զրկել ծնողական իրավունքից։ Ունեցել եմ մի քանի գործեր իհարկե, երբ որ արդեն զգում ես, որ վտանգավոր է հակառակորդ կողմի ծնողը երեխայի համար, ցավալի է, բայց ես նմանատիպ գործեր հազվագյուտ եմ վերցնում, որտեղ այդ զրկելը անկախ ամեն ինչից ինքը, չգիտեմ, շատ նուրբ հարց է։ Ամեն դեպքում դու չես ծնող տվել կամ երեխա, որ դու հիմա այսօր մտնես զրկես իրեն, բայց շատ տարիներ առաջ ես գործ վերցրեցի մորը զրկելու, սահմանափակելու, պատկերացրեք այդ գործի մեջ այնքան էի մխրճվել, որ արդեն որպես անձնական էր ու սենց խորացած գնում էի, որ պիտի սահմանափակեմ այդ կնոջ իրավունքները, որտեվ իրոք ինքը փոքր երեխուն, ծծկեր երեխային, տենց թողել էր կիսուրի մոտ, ասել էր պահեք ոնց ուզում եք ու գնացել էր։ Ինձ համար դա ահավոր էր շատ, մանավանդ տղա երեխուն ու երբ որ ես հյուր էի գնացել, որ երեխայի առօրյան տեսնեինք, չեք պատկերացնի ինչքան կարիք ունեին այդ ծնողի։ Ու ասենք դա տեսնելով դու արդեն ասում ես ոնց կարելի է, էլի մայրը, Աստված քեզ ցարքի մայր, ծնող ու դու շատ հանգիստ այդ երեխային թողնես այլ անձի մոտ, ասես պահի ու մի քանի տարի հետո վերադառնաս, արդեն 5-6 տարեկան երեխա դարձած, ասես սա իմ երեխան է, ասենց ամպագորգոր, չկա տենց բան։ Հաղթեցիք։ Այո։ Էս այն պահը չի, որ ասես գնացել էր բուժվելու, ասենք հետծնդաբերական հոգեբանական խախտումներ էր եղել, չգիտեմ ինչ էր եղել, բացապես գնացել էր, փորձել էր իր անձնական կյանքը դասավորել, չէր ստացվել։ Կան նմանատիպ գործեր, շատ են։ Ցավալի է, հա, շատ։ Շատ է։ Հատկապես մորը այս պարագայում արդարացում չկա։ Դե մենք շատ փոքր ենք, որ մենք որոշենք կա չկա, որտեվ ելի եմ ասում դա Աստված է շնորհում իրենց ծնող, բայց երբ որ դու կարող ես քո գործոնը ներդնես եւ այնպես անես, որ գոնե սթափեցնես, պիտի անես։ Մանուշ, խոսեցինք մայրությունից, դուք եւս մայր եք, 3 երեխաների մայր, ընտանիքի կին ունեք, ամուսին ունեք, 2 գրասենյակ եւ հետաքրքիր է այս բազմաթիվ գործերի մեջ, այսպես ասած, եւ ինչպես նաեւ ընտանիքում, ինչպես է կարողանում հասցնել լինել եւ այնտեղ իդեալական եւ այստեղ իդեալական։ Արդյոք դժվար չէ լինել գործունյա մայրիկ ու հասցնել ամեն ինչ։ Ճիշտ ասած, շատ հաճելի է լսել, որ շատ իդեալական եմ։ Չեմ կարող ասել իդեալական եմ, երևի թե յուրաքանչյուրս բնազդորեն անում ենք այդ ամեն ինչը, մեկս մի քիչ շատ, մեկս մի քիչ, մարդկա չի անում, դա ավելի լավ է երևում, գնահատվում է, մարդկա ձեր ասած կարող ամբողջ օրը սանի անի ու դա նորմալ լինի,
Կարևորը ես իմ ամուսնու կողմից եմ գնահատված իմ ծնողների, իմ սկեսուր, սկեսրարի, իմ հարազատների հասցնում եմ, օգնում է իմ ամուսինը, իմ սկեսուրը, բալիկներիս հետ կապված, օգնական ունեմ, որը օգնում է աշխատանքի հետ կապված, փորձում ենք համակարգել, իհարկե մեկ հնարավոր է գործը տուժի ժամային առումով, հաճախորդը սպասի, իհարկե չես կարողանա բոլորին բավարարես սենց իդեալական ձեր ասած, բայց փորձում ենք այնպես անենք, ոչ մեկ չտուժի, թե ընտանիքը, թե աշխատանքը։ Այս վերջերս նաև դատավորների մասնակցեցի դատավորների քննություններին ԲԴԽ-ի կողմից կազմակերպված բանավոր կարգով անցանք 6 ամիս մոտավոր մասնակցեցի դասերին, այդ ամբողջ ընթացքում շատ լարված գրեթե օրվա մեծ մասը իհարկե բացակայում էի ու այդ ընթացքն այնպես սահուն անցավ, որ չեմ նկատել լարվածությունը երեխաների, նիստերի, դասերի, իհարկե այս ամեն ինչը ինչ պատճառներով չեմ ուզում խորանամ ավարտին չհասավ, դա դնենք մի կողմ, միգուցե բարին դա էր, բայց փորձեցինք հաղթահարենք։ Երբեմն նույնիսկ ամուսնուս հետ զրուցում ենք, ասում ենք ամենազբաղվածը մենք ենք, բայց պահ է լինում, որ ասում ենք, օրինակ գնանք այսինչ տեղը մեր ընկերներից մեկի զանգենք, գնանք, մենք այդ ժամանակը ամեն դեպքում գտնում ենք, բայց մեկ-մեկ է զարմանում ես, որ ասում են ժամանակ չունենք, բայց էապես նայում ես այդպես մի զբաղված էլ չեն էլի։ Մարդիկ կան սիրում են ուռճացնել իրենց արած ամենաթեթև աշխատանքը։ Դե Մանուշ, եւ հետաքրքիր է թե ձեր երեխաները արդյոք սիրում են մայրիկի ճանապարհը եւ կան նկատում եք նրանցից որևէ մեկի մոտ այդ ճիղը։ Ինձ թվում է դեռ վաղ է նկատել, չնայած տղաս ֆուտբոլ է շատ սիրում, գնում է ֆուտբոլի, աղջիկս նկարչություն է շատ սիրում, նկարում է, ինքը ավելի նուրբ է, իհարկե շատ ուժեղ բնավորություն ունի, շատ չեմ կարող ասել, այն փոքրը դեռ խառն է, ասենց ասած ամեն ինչում ինքը կա, ամեն տեղ սիրում է բոլորին ղեկավարի, իր ասածով, իր ուզածով, չգիտեմ, եթե կյանքը ցույց կտա, ամեն դեպքում սա դեռ սկիզբն է իրանց կյանքի, մենք էլ փոքր ժամանակ ամեն ինչ գնում էինք, ամեն ինչ ուզում էինք, դառնայինք, մինչև որ արդեն գիտակից կյանքն ես ոտքես դնում, հասկանում ես ինչ ես ուզում։ Իրանց համար կլինի հեշտ, որովհետև ես ունեմ այդ մասնագիտությունը, ինձ համար դժվար է եղել, որովհետև իմ ընտանիքում չի եղել իրավաբան, ես ինքս եմ հասունացել, ինքս եմ հասել դրան։ Եթե լինի, ես միայն ուրախ կլինեմ իրանց օգնել այդ ճանապարհը հարթեցնելով։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ նշեք, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Որն է։ Դե մի քանիսն են, եթե մեկը պիտի ասեմ, նշեք մի քանիսը։ Եվ իմ մարդ էակը, մարդ կոչվածը, որ ասում մարդը մարդ մնա, որը այսօրվա օրով շատ քիչ է, շատ։ Ինձ համար դա շատ կարևոր է, որ մարդը մարդ մնա, կապ չունի դա ով է, քո հարազատն է, ծնողն է, ամուսինն է, երեխան է, հայրենիքս ինձ համար շատ կարևոր է։ Ես շատ դե այդպես արդեն երևի թե չասեմ։ Շնորհակալ եմ Մանուշ, վստահ եմ հետաքրքիր զրույց ապահովեցինք ու որոշակի առումով նաև ուսուցողական։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Կարծում եմ այո։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիային։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։